նախաձեռնել է քննարկում բիզնեսի զարգացման հեռանկարները եւ հարկային քաղաքականության ազդեցությունը ոլորտի վրա։ Ես ներկայացնեմ մեր բանախոսներին Հակոբ Ավագյան, ՓՄԶ ասոցիացիայի նախագահ, Մանուկ Սուքիասյան, Մայր Հայաստան խմբակցության, Երևանի Մայր Հայաստան խմբակցության ղեկավար, Երևան Պոզոյան, քաղաքագետ եւ Սուրեն Պարսյան, տնտեսագիտության թեկնածու։ Մենք անդրադառնալու ենք փոքր ու միջին բիզնեսի խնդիրներին, ինչպես հայտնի է, վերջին շրջանում մենք նկատում ենք, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում եւ պահանջում են հարկային քաղաքականության փոփոխություն, ինչպես հայտնի է, շրջանառության հարկի հետ կապված խնդիրներ կան։ Խնդիրը ինչպես օրենսդրական է, այնպես էլ քաղաքական է եւ կարեւոր է փոքր ու միջին բիզնեսի զարգացումը այն առումով, որ ցանկացած հասարակության մեջ միջին խավի կայացումը հենց փոքր ու միջին բիզնեսի դաշտից է սկսվում եւ երբ որ իշխանությունները հարկային տերոր են նախատեսում, իսկ դա այլ կերպ անվանել հնարավոր չէ, մենք հասկանում ենք, որ փոքր ու միջին բիզնեսի խնդիրները արդեն կարող են առնչվել հասարակության լայն շրջանակների, որովհետեւ տարբեր հաշվարկներով մինչեւ 55,000 տնտեսվարող սուբյեկտներ կան, ովքեր շրջանառության հարկով են աշխատում։ Մենք գիտենք տարբեր ոլորտների խնդիրներ, որոնք վերաբերում են օրինակ առանձին վերցրած ոսկու շուկայի հետ կապված, առանձին վերցրած առևտրականների հետ կապված եւ ընդհանրապես հարկային քաղաքականությունը առնչվում է, կարելի է ասել, 200-ից 300,000 մարդու, որովհետեւ եթե մենք վերցնենք այն տվյալները, որոնք կան փոքր ու միջին բիզնեսի քանակի հետ կապված, ապա կարող ենք ասել, որ այդքան մարդու շահերին է առնչվում, թե ինչու են այսպիսի փոփոխությունների գնացել իշխանությունները, մենք իհարկե քննարկման ընթացքում կանդրադառնանք դրան, բայց շատ կարևոր է, որ հանրության այն շերտերը, որոնք ինչ որ ձևով ուղիղ ձևով ներկայացված չեն այդ ոլորտում, իրենք էլ շահագրգիռ լինեն, որպեսզի աջակցեն փոքր ու միջին բիզնեսին, որովհետև դա շղթայական ռեակցիայով անդրադառնալու է բոլորի վրա, տնտեսության վրա եւ ունենալու է նաեւ քաղաքական եւ նույնիսկ դեմոգրաֆիական, նույնիսկ միգրացիոն ոլորտների վրա եւ իր բացասական ազդեցությունն է թողնելու։ Առաջինը խոսքը կփոխանցեմ փոքր ու միջին բիզնեսի ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանին։ Պարոն Ավագյան, կխնդրեմ ներկայացնեք ավելի դետալային խնդիրները եւ նաեւ մասնավորապես անդրադառնալ, թե ինչու է պետք քաղաքականացնել կամ ինչու են մարդիկ ասում, որ պետք չի քաղաքականացնել, միգուցե այն հույսով, որ իշխանությունը կարող է ոչ քաղաքական, այսպես ձևակերպումների ներքո փոփոխությունների գնալ եւ ընդհանրապես այդ ոլորտին առնչվող խնդիրները կխնդրեմ ավելի մասնագիտացված եւ պրոֆեսիոնալ ձևով, արդեն հանրամատչելի ձևով նաեւ ներկայացնեք մեր հանրությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ է առաջացել այս ամեն ինչի արդյունքում եւ ինչ առաջարկներ ունեք։ Խնդրեմ այն միկրոֆոնը փոխանցեք։ Շնորհակալություն հրավերի համար։ Իրականում շատ կարևոր է հենց ձեր այդ բարձրացած վերջի հարցից սկսել, որովհետեւ ես ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այսօր մեր առօրյայում ահավոր մեծ աղմուկ է, դա սկսած քաղաքական ամենաբարձր ամբիոնից, ազգային ժողովից, վերջացրած, ասենք, մենք պարզապես սովորական մամուլը որ նայում ենք, տենց անկանոն աղմուկ է, բայց ըստ էության խոսակցություններ չի ստացվում ձևավորել։ Դժվար է նաև, որ նման հրավերներին արձագանքել ու գնալ մասնակցել որպես բիզնես ասոցիացիա, որովհետև որպես կանոն, այդ թվում նաև մեր ասոցիացիայում, մեր մոտ նշված է, որ մենք այսպես քաղաքական, եթե ղեկավար կազմավորոշումը քաղաքականությունով զբաղվել, ապա ինքը պետք է դուրս գա ասոցիացիայից, որովհետև այդտեղ պարզ լոգիկա է դրված, որ բիզնես ասոցիացիաներն ու միությունները իրանք կան կլինեն անկախ քաղաքական թիմերի փոփոխություններից։
Հետևաբար նրանք պետք է պահպանեն քաղաքական չեզոքությունը, բայց սա չի նշանակում, որ օրինակ դուք որ հրավիրել եք, ես կուզենայի նաև մյուս քաղաքական ուժեր, այդ թվում իշխող քաղաքական ուժերը հրավիրեին նման խոսակցությունների, բայց լիներ ըստ էության խոսակցություն եւ ոչ թե որ ասենք նախկին ներկա կամ անձնական վիրավորանքների դաշտում, որի արդյունքում ըստ էության լուծումներ չեն լինում։ Սա է ամբողջ բանը։ Ու նույն մեր փոքր բիզնեսի մեր հիմա ներկայացուցիչներ կան ստեղ, մեր ասոցիացիայի ակտիվ անդամներից, որոնց մոտ եւս այս հարցը բարձրանում է։ Արդյոք գնանք այս հանդիպման, արդյոք գնանք այս մարդկանց հետ, այս նկատիչնամ մենակ ձեր ցանկացած քաղաքական ուժ ներկայացնող կառույցի հետ հանդիպման, որովհետեւ հակառակ կողմից գալիս է նորից ըստ էության խոսակցություն չի լինում, այլ ասում է, որ սպասարկում եք XYZ քաղաքական շահերը, հա։ Այստեղ կարծում եմ եւ մենք եւ դուք, ոչ միայն դուք հենց դեզի նկատի ունեմ, այլ ընդհանրապես քաղաքականությունով զբաղվող միավորները, դա կլինեն ֆորմալ եւ ոչ ֆորմալ, իրենք ստեղ անելիք ունեն, որովհետեւ ձեր խոսքում կարևոր բան արձանագրեցիք, այդ ՓՄԶ-ն ոչ իշխող ուժինն է, ոչ ընդդիմությանն է, դա մեր իրականությունն է, դա մեր հանրության իրական հատվածն է եւ ամենակարևոր հատվածն է։ Ինչու, որովհետեւ այդ ամբողջ աշխարհում է տենց, որ ՓՄԶ-ն այո միջին խավն է ներկայացնում, այո փոքր ու միջին բիզնեսը այսօր մեր երկրում էլ ինքը բարձր աշխատողների 60-ից 70%-ն է փակում, հա, այսինքն եթե մենք զուտ նայում ենք հարկային տեսանկյունից ու ասում ենք, որ ՓՄԶ-ն մեր երկրում գոյացող հարկային եկամուտների շատ փոքր մասնաբաժինն է ապահովում, մի քիչ ավել, բայց եթե ամբողջ ՓՄԶ դասական իմաստով ասենք, բայց դա չի նշանակում, որ այլ հարցերում ՓՄԶ-ն կարևոր դերակատարում չունի։ Դրա համար մեր խոսքում մենք անընդհատ ասում ենք, որ նման ցանկացած փոփոխություններ պետք է նայել ավելի մեծ պատկերում։ Օրինակ, սկսած տարածքային զարգացվածության հարցը, որ ասենք մարզեր են դատարկվում, մենք ամենալավ ցանկության օրինակ նույն այսօր գործող իշխանության առաջնահերթություններում օրինակ տեսնում ենք մենք, որ իրանք ամեն ինչ անում են, որ իրանք տված խոստումներից այդ 300 դպրոց, 500 մանկապարտեզ եւ այլն իրականացնեն, չեմ մտնում այդ դաշտ լավ ծրագիր է, առաջնահերթություն է, թե չէ, բայց դրան զուգահեռ եթե X մարզում, X սահմանամերձ համայնքում, եթե մենք կառուցենք մանկապարտեզ ու դպրոց, բայց այնտեղ հաճախող չկա, որովհետեւ ՓՄԶ չկա, որովհետեւ ընտանիք չկա, ստացվում է, որ առ ոչինչ իրականացվող ծրագիր է։ Այսինքն ամեն ինչ իր հետ փոխկապակցված է, իսկ այստեղ ամենակարևոր օղակը բիզնեսն է։ Հարկային եկամուտների առումով, այո, հնարավոր է որ խոշոր հարկատուներ ունենք, ոչ թե հնարավոր է ցածրտի մենք ունենք այդտեղ ոչ դիվերսիֆիկացված վիճակ, որտեղ հանք արդյունաբերության, օրինակ տարօրինակա որ այդ դրսի նույնիսկ մարքեթփլեյսերը, ասենք այսօր լուրջ դերակատարում ունեն հարկային եկամուտներում, դա կլինի Wildberries-ը, Ozon-ը, չգիտեմ մյուսները, որոնք էլի ստացվում է, որ մենք որպես քաղաքացի ենք այդ հարկերը գեներացնում, բայց այդ վճարողը այդ unit-ն է, այդ միավորն է, որը հավաքագրում է ու ներկայացնում է, ու հետևաբար այդտեղ նաև այդ դիվերսիֆիկացիայի եւ այլնի հարց ունենք։ Ըստ ամփոփելով այս կտորը, այո, իրականում այդ խնդիրը կա, ինձ համար շատ դժվար եղել որոշում կայացնել, որ գնալ նման հանդիպումների, այսինքն քաղաքական միավորների հրավերով, բայց ես հույս ունեմ, որ այս քննարկումը ընդհանրապես նման քննարկումներ կանեն եւ իշխող եւ ֆորմալ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորները ներկա լինեն, ինձ համար օրինակ ես էլի ասում եմ, եթե մել կասեմ, ասենք արժետնտեսական հանձնաժողովում մենք հանրագիր էինք ներկայացրել, բայց այնտեղ 3 ընդդիմությունը ներկայացնող պատգամավորներ Իշխան Սահաթելյանը, Թադևոս Ավետիսյանը, մյուսին չեմ էլ հանդիպել Աշոտը, կարծեմ Սիմոնյան, չներկայացան, նույնիսկ մեզ ոնց ասած բան չարեցին, չփորձեցին աջակցել, որը իմ համար որպես կառույց գնահատականի արժանի։ Այլ անձերով չեմ պայմանավորում, բայց ֆորմալ առումով եթե այդ մարդը այսօր տնտեսական հանձնաժողովի պատգամավոր է, առնվազն ինձ համար պահանջելու ենթակա գոնե մի հատ հանդիպի, ոչ թե ես ասում եմ ինձ հետ կամ իրական ՓՄԶ-ների հետ իմ նախաբանում կամ ձեր ասած նախաբանում նշանակելով ՓՄԶ-ների հետ անկախ նրանից դու քո դիրքային ով ես, ինչ ես, դու տնտեսական հանձնաժողովի
ֆորմալ ընդդիմություն ներկայացնող պատգամավորը եւս նույնիսկ փորձի այս հարցը բարձրացնել։ Ինչ ունենք այսօր աղմուկի մեջ մենք ընդունում ենք օրենքներ, որոնք խորը քննարկված չեն եւ խորը ազդեցության գնահատումների ենթարկված չեն։ Եվ հարկային օրենսդրությունը բացառություն չի, այո, հենց հիմնավորման մեջ նշված էր, որ վերջի 2024-ի հունիսի 12-ին ազգային կողմից հաստատված հարկային փոփոխությունը վերաբերում է 55,000-ից ավել գերփոքր բիզնեսի, բայց դա ուղեկցվում էր բանում տեղեկանքով, միայն ֆինանսների նախարարության ֆիսկալ ազդեցության գնահատականներով, ընդ որում չէ հետաքրքիր, որ Ֆիննախի մեր գործերները տարբեր առիթներով հետո ասում էին, որ այստեղ հարկի բարձրացում չի լինում, բայց նույն իրենց տեղեկանքում գրված էր, որ այս փոփոխությունը կբերի լրացուցիչ 18 միլիարդ հարկային եկամ, այսինքն ակնհայտ է, որ իրենց թղթում են, որ իրանք սպասելիք ունեն, որ սա լրացուցիչ հարկային եկամտի ավելացում կլինի, բայց էլի կրկնվեմ, ամենացավալազդեցության գնահատումներ չեն արվում տարբեր տեսանկյուններից, այսինքն տարածքային զարգացվածության, աշխատանքի եւ սոցիալական մեր երկրում, որի աշխարհի ամենաստացված մոդելը էլի ձեռնարկած զբաղվելն է, հնարավոր է, որ եւս 2-3 հոգու դրույքաչափերը բարձրացվեց, գիտեք, աշխատանքների ծախսերի նվազեցման մոդելեր դրված 10% եւ 9%, եւ ամենացավոտ կտորը մեր ՓՄԶ-ների դա արտադրությամբ զբաղվողներն են, գործում են շրջանառության հարկի պարզ մոդելում, այսինքն շրջանառությունը անգամ փոքր այստեղ միջին բիզնեսի բողոքի ակցիաները, որի արդյունքում արվեց կառավարության աջակցության ծրագիր, հենց մարտի 3-ից մի քանի օր առաջ, որով ասեցին, որ 2 եռամսյակի համար մենք կանենք այդ հարկերի փոխհատուցումը, բարձր հարկի փոխհատուցումը։ Բայց ես ուզում եմ եւս մեկ անգամ առիթն օգտագործել ու ասել մեր փոքր բիզնեսին, որ շատ դեպքերում ես հիմա հանդիպում եմ փոքր բիզնեսներ, ովքեր առաջի եռամսյակում բռնել են ամբողջ տարվա, ասենք իրենց ծախսերը նվազեցրել են, այսինքն ամբողջ տարվա ձեռքբերումներով եւ թվում է թե հարկի բարձրացում չի եղել, բայց հաջորդ եռամսյակներից սկսած եւ հետեւաբար հետայսու, եթե մենք հրաժարվում ենք շրջանառության հարկի գաղափարախոսությունից, իրական կյանքում հարկի բարձրացում է լինելու։ Բայց ինձ համար ավելի մտահոգիչ է, որ վարչարարության խստացումը սահմանվել, որը մյուս փաթեթով էր ընդունված, ՊԵԿ-ի կողմից բերված 23 թվականի նոյեմբերին, որը էլի ուժի մեջ մտավ 25-ի հունվարի 1-ից, որտեղ այլևս շրջանառության հարկ վճարողների համար պարտադիր է ապրանքանյութական հաշվառում վարել, անհատական, այսինքն որը նախկինում փոքր բիզնեսի համար այդ բարդ հաշվառումը պարտադիր չէր։ Եվ դրվել է նաև տուգանքի ռեժիմներ, որը նշանակում է, որ փոքր բիզնեսը ստիպված է եւ պարտավոր է ավելի խիստ անհատական հաշվառում վարել։ Սա հələ մի փոքր գուցե տենց իմ բանում հասկանալի լիներ, որ եթե պետությունը սրան զուգահեռ աներ աջակցության ծրագրեր, որ ասենք օգնեին, որպես այդ հաշվառումը վարվեր, ինչ-որ իրազեկման խորհրդատվություններ անեն եւ այլն, բայց այստեղ էլ մենք նայում ենք, որ 2002 թվականից ներդրված եւ ստեղծված ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնը արդեն 4 տարի է Հայաստանում փակված է եւ ՓՄԶ աջակցության լուրջ գործիք, այսինքն իրական գործիք պետության կողմից նվազագույնն եմ ասում, գոնե իրազեկման համար այսօր գոյություն չունի, այսինքն այդ ամբողջ բեռը մնացել է մեր նման միությունների վրա, որոնք էլ բնական է տենց մեծ ռեսուրսներ չունեն, որպեսզի լայնածավալ իրազեկում անեն։ Երկրորդ փաթեթը, որը որպես նվեր հրամցվեց, դա արդեն հաշվապանների եւ իրավաբանների հարկային դրույքաչափերի բարձրացումներ, որը էլի էս ամբողջ տրամաբանության մեջ չի փակվում ամբողջ շղթան։ Եթե մենք ստիպում ենք, որ ավելի շատ մարդ ժամ առնի փոքր բիզնեսը, որպեսզի ավելի
խիստ հաշվառումվարի, հետևաբար ինչու ենք թանկացնում հաշվապահական ծառայությունները, դարձնելով դրանք ավելի անհասանելի հենց գերփոքր բիզնեսի համար, որոնք էլ ուժի մեջ են մտնում հուլիսի 1-ին։ Այսինքն եթե տենց փորձեմ կարճ ամբողջ պատկերը ասել, սա է ու հիմա կարող է տենց փոքր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, ովքեր տենց բողոքի ակցիաներով էին անում, իրենց ձայնը բարձրացնում, ընդ որում մենք փորձել ենք նրանցից մեծ մասի կողքը կանգնած լինել ու անել հնարավոր ամեն ինչ, այսինքն գրավոր այդ իրենց ներկայացնել իրենց ասածները 2300-ից ավել նույնականացված ստորագրություններ ենք մուտք արել կառավարություն, որի պատասխանը մինչև հիմա չունենք։ Հանրագիր էինք ներկայացրել տնտեսական հանձնաժողով, որը մերժվեց, էլի ես կարծում եմ, որ դա շատ կարևոր էր, որ տնտեսական հանձնաժողովի ընդդիմություն ներկայացնող պատգամավորները կային մեզ գոնե աջակցեին։ Բոլոր ասենք հնարավոր հիմնավորումներով, բիզնես ֆորումներ, ֆորումի ժամանակ ենք էլի ներկայացրել այս հարցերը, այսինքն բոլոր հնարավոր միջոցներով մենք մինչև հիմա այդ փորձել ենք ներկայացնել, բայց ցավոք սրտի ես կարծում եմ այդ որոշմանը կանրադառնան այն ժամանակ, երբ որ լինի իրական փոքր բիզնեսի ավելի շատ ընդգծված, այսպես ասած, բան, բողոքի ձայն, ու մյուսը հնարավոր է բողոքի ձայն չլինի, որ իմ համար ավելի ցավոտ է, մարդիկ պարզապես լուռումունջ փակեն իրենց բիզնեսները ու ամենացավոտը, որ թողնեն երկիրը ու գնան, որը արդեն ավելի անդառնալի է լինելու, այսինքն ավելի դժվար է լինելու այդ ամեն ինչը հետ բերել ու պահել այնպես, որպեսզի մեր այդ տեղից էլ բաց ցուցանիշները ավելի չսրանան, բայց ասում եմ, սա ուղիղ ազդեցություն ունի նաև նման երևույթների հետ, որի դեպքում շատ կարևոր է նման քննարկումները ու եւս մեկ անգամ ասում եմ, գուցե տարօրինակ է, բայց ձեր հենց հարթակից կոչ եմ անում նաև նման քննարկումներ կազմակերպել իշխանական քաղաքական ուժերը կամ ֆորմալ կամ ոչ ֆորմալ եւ աղմուկի փոխարեն նստել խոսալ ըստ էության։ Շնորհակալություն։ Նախ ես կուզում եմ հատուկ ընդգծել, որ ազգային ժողովի ընդդիմադիր եւ իրենք մեծ պատրաստակամությամբ ասել են, որ պետք է մասնակցեն զուտ տեխնիկական խնդիրներով պայմանավորված իրենք չկարողացան մասնակցել եւ հանուն արդարության պետք է ասել, որ տնտեսական թեմաներով եւ սոցիալական խնդիրների աջակցության մասով եւ Արթուր Խաչատրյանը եւ Թադեոս Ավետիսյանը բավական ակտիվ են եւ բարձրաձայնում են այդ խնդիրները, չեմ կարծում, որ իրենք չուզենան այդ աջակցության ծրագիր իրականացնել, ուղղակի ինչ-ինչ պատճառներով միգուցե ձեր նշած process-ի ժամանակ ներկա չեն եղել, բայց սա միակ քննարկումը չի, ես համոզված եմ, որ եթե այլ քննարկումներ լինի, ներկայացուցիչները անպայման կլինեն, մանավանդ օրինակ նույն Գառնիկ Դանելյանը բոլոր տիպի սոցիալական խնդիրների ժամանակ բավական ակտիվ է իրեն պահում եւ կարելի ասել քաղաքացիների շահերի պաշտպանությամբ զբաղվում է։ Ինչ վերաբերում է մեր խնդիրներին, ապա այո, միջին բիզնեսը առանձնահատկությունը, որ եթե հանկարծ ինքը փակվեց, էլ չի վերաբացվի, օրինակ խոշոր մենք կարող ենք ասել, որ ասենք ճգնաժամը կարգային քաղաքականության փոփոխություն կարող է ազդեցություն թողնել, բայց խոշորը կարող է վերաձևակերպել իր մոտեցումները, կարող է վերափոխել իր բիզնեսը, բայց փոքրի պարագայում բավական լուրջ սոցիալական եւ դեմոգրաֆիական խնդիրներ են առաջանում նաեւ։ Ես ուզենայի, որ պարոն Պարսյան, դուք ներկայացնեք սիստեմավորված, թե այդ փոփոխությունները կոնկրետ ինչ եթե կարելի է, թե ինչու են փոփոխություն իրականացնում, օրինակ համակարգի վրա այս իշխանությունից այլ բան չներ սպասվում, որ իրենք փոփոխությունները նենց անեն, որ նորմալ լիներ, բայց այդուհանդերձ ինչ-որ երևի տրամաբանություն իրենք ունեն, մեր պատկերացմամբ նույնիսկ ֆիսկալ, նաև դուք եմ նշեցիք, ֆիսկալ տրամաբանություն ունեն, որովհետև այդ զուգահեռ էքսպորտի խնդիրը ոնց որ կամաց արդեն թուլանում է եւ բյուջեն թեր հավաքման խնդրի առաջ է կանգնած,
Բայց մասնագիտական բան Պարսյան, կուզենայի, որ նշեք այդ փոփոխությունների փաթեթը, ձեր գնահատականը ինչ են դա անում եւ օրինակ ինչ առաջարկներ դուք ունեք, ինչ կարելի է անել, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի վրա այս հարկային փոփոխությունները այդպիսի ազդեցություն չթողնեն կամ ինչպես պայքարել, որպեսզի այս փոփոխությունները հետ մտածվեն։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ձեր բարձրացրած հարցերը Պարոթևայան բավականին բազմաշերտ են եւ բարդ, եւ շատ դժվար կլինի մի քանի րոպեների ընթացքում այդ բոլոր հարցերին պատասխանել։ Այնուամենայնիվ մի քանի այսպես հայցակարգային բաներ նշենք, որ նախ առաջինը, երբ որ մենք փոքր միջին բիզնես ենք նշում, օրենքի իմաստով մենք ունենք փոքր միջին ձեռնարկատիրության մասին օրենք, որ շրջանառության եւ աշխատողների մաս է նշված, իսկ ինչ որ խոսում ենք մենք ներկայումս խոսում ենք հարկային շեմի վերաբերող, շրջանառության հարկի շեմից այսպես ներքև գտնվող փոքր միջին բիզնեսի մասը։ Այն դեպքում, երբ որ փոքր միջին բիզնեսը ավելի լայն հասկացություն է եւ մենք պետք է մտածենք մեր տնտեսության մեջ իրական որակական փոփոխություններ բերենք եւ մեր փոքր միջին բիզնեսը, որը ոչ թե պետք է այսպես 120 միլիոն դրամի շրջանակում իր գործունեությունը պատկերացնի գործի, այլ անընդհատ աճելու եւ փոխվելու, այսինքն գերփոքրից փոքր, փոքրից միջին, միջինից խոշոր։ Այսպես կենսացիկլը մեր տնտեսության մեջ ցավոք սրտի բացակայում է, սա ամենահիմնական խնդիրներից մեկն է։ Մենք ունենք փոքր միջին բիզնես, որի պարագայում ինքը 15 տարի է նույն գործունեությամբ զբաղվում, 15 տարի է շրջանառությունը նույն մակարդակի վրա։ Ինքը այսպես սիրավորվա հացի խնդիրն է լուծում։ Սա այլ տարբերակ է։ Հետևաբար, երբ որ մենք քաղաքականություն ենք մշակում, փորձում ենք խնդիրներ ուսումնասիրել, պետք է այս բոլոր դեպքերը կամ այն հիմնական տարբերությունները առանձնացնենք։ Մեր օրենսդրական կամ հայեցակարգային այսպես փաստաթղթերի մշակման հիմնական խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ մենք չենք փորձում խորանալ առանձին ճյուղերի մեջ եւ հասկանալ առանձնահատկությունները։ Դիցուք օրինակ մենք վերցրել ենք մանրածախ առևտուրը 5%-ից դարձնում ենք 10%, բայց մանրածախ առևտուրը տարբեր շերտեր ունի, սկսած ոսկու զարդերի վաճառքից վերջացրած հագուստ, տարբեր տնտեսական ապրանքներ եւ այլն, եւ չի կարող նույն տրամաբանությունը գործել եւ ոսկու զարդերի պարագայում եւ մնացածի պարագայում։ Այսինքն մենք խնդիր ունենք մեր հարկային քաղաքականությունը տարբերակելու եւ առանձին այսպես առանձին հաշվարկների հիմնավորումների վրա հարկային դյուրիքաչափեր սահմանելու։ Քանի որ խոսեցի հենց ոսկու շուկայի օրինակով, նշեմ, որ ոսկու առևտրի պարագայում իրականության մեջ մարժան շատ փոքր է։ Նույնիսկ կառավարության ասած, եթե դուք ծախսերը հիմնավորեք, կարող եք 1% վճարել։ Դա եւս բավականին բարձր գումար է ստացվում։ Օրինակ, ենթադրենք 1 գրամանոց ոսկե շղթայի ոսկին $50 է, $3 գալիս է արտադրության, այսպես արտադրողի ծախսը, որ զարդն է պատրաստում, $2 էլ ավելացնում է մանրածախ վաճառք իրականացնողը, հա։ Այդ պարագայում արդեն $55 է գալիս, նույնիսկ 1%-ը իր համար արդեն բարձր գումար է գալիս։ Ինքը հաստատ խաբելու է պետությանը։ Այսինքն մենք պետք է այս գլխից դնում ենք այնպիսի հիմքեր, որ ինքը պետությանը պետք է խաբի կամ գործունեությունը պետք է դադարեցնի։ Այս հարկային դյուրիքաչափերի աճը հանգեցրել է ստվերի ավելացման փոքր միջին բիզնեսում այս վերջին ամիսների ընթացքում, կամ որոշներ ուղղակի դադարեցրել են։ Դրա վառ օրինակ վարձահարդարման ծառայությունների շուկան, որ մասսայաբար փակում են իրենց գործունեությունը, որովհետև պատրաստ չեն այս դրույքաչափերով աշխատեն, դրան գումարած նաև բավականին խիստ մրցակցություն կա այս շուկայում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ մեր փոքր միջին բիզնեսը բավականին լուրջ խնդիրներ ունի եւ առանձին ոլորտային պետք է մոտենանք այդ խնդիրների լուծմանը։ Դրա համար բավականին երկար ժամանակ հարկավոր, մասնագիտական խումբ հարկավոր։ Իդեպ տարիներ առաջ նույն այս կառավարությունը բերեց հարկային ճեղքի այսպես հայեցակարգ, փակելու հայեցակարգ, որով նախանշել էր, որ օրինակ մի շարք ուղղություններով փոփոխություններ է անելու։ Այդ թվում նաև հենց այս ուղղությամբ։ Ըստ իրենց փիլիսոփայության խոշոր բիզնեսը փոքրի միջոցով թաքցնում է իր հարկերը։ Այս է իրենց ընդհանուր տրամաբանությունը եւ եկեք փոքրի այսպես հնարավորությունները փակենք, որ խոշորին բերենք հարկման դաշտ։ Ըստ էության փոքրի միջին բիզնեսի միջոցով նրանք փորձում են լուծել խոշորի հարկման խնդիրը։
Բայց այդ լուծումը կարծում եմ անարդյունավետ է, հաշվի առնելով այն, որ եթե նույն ոսկու օրինակով էլի քննարկենք, եթե նույն կառավարությունը մաքսային ծառայություններ չեն կարողանում մաքսանենք ոսկու ներկրման հնարավորությունները կրճատել կամ դադարեցնել, այդ շուկան, մանրածախ շուկան շարունակելու է գործել։ Հայաստան ներկայումս մաքսանենք ճանապարհով Թուրքիայից մեծ քանակությամբ ոսկե զարդեր է ներկրվում։ Եթե այդ ոսկե զարդերի ներկրումը մաքսային ծառայողները չեն կարող կամ մաքսային համակարգը չի կարողանում դադարեցնել, մանրածախ առևտուրը չի կարող դա վերահսկել կամ սանապակել։ Իմ ասածը հիմնավորելու համար կարող եք մտնել ցանկացած ոսկու շուկա եւ տեսնեք որքան ոսկյա թուրքական ոսկյա զարդեր կա դրված սեղանների վրա։ Սա պարզ օրինակ է, նրանք պետք է հասկանան, որ մաքսային ծառայողների խնդիրը փոքր միջին բիզնեսը չի լուծելու, չի կարող լուծել։ Սա ամենահիմնական այսպես խնդիրն է, որ այս կառավարությունը եւ այս օրենքի մշակողները չեն հասկանում։ Մյուս այսպես փիլիսոփայությունը, որ ունի այս կառավարությունը, խոսքը հատկապես վերաբերում է հաշվապահներին եւ իրավաբանական ծառայությունների մատուցողներին, այն է, որ մենք ինչու պետք է սուբսիդավորենք, աջակցենք հանցագործության մեջ մեղադրվող անձանց։ Այսինքն իրենց տրամաբանությունը այնպեսին է, եթե օրինակ դու դիմում ես փաստաբանական ծառայությունների եւ տարբեր քրեական գործերով կամ քաղաքացիական գործերով ես անցնում, դու ինչու պետքա պետությունը քեզ մատչելի փաստաբանական ծառայություններ մատուցի, նա թանկ թող վճարի, պետությունն էլ դրանից օգտվի։ Այսինքն իրանք ես գլխից արդեն կանխատեսում են, որ այս մարդու հետ կապված կա այսպես մեղադրական այսպես վճիռ, որ պետքա պետությունը մասնակցի։ Իմ ասած այս հիմնավորումը հենց կառավարության ներկայացուցիչն է ներկայացրել տարբեր քննարկումների ժամանակ։ Այսինքն մենք ունենք կարևոր փիլիսոփայության, հայեցակարգային բավականին լուրջ խնդիրներ, որ գործող իշխանությունները փորձում են դա լուծել յուրովի։ Եվ սրա հետևանքով մենք ունենալու ենք բավականին մեծ խնդիրներ փոքր միջին բիզնեսում, արդեն իսկ այդ խնդիրները արտահայտվում են ստվերի ավելացմամբ, գործունեության դադարեցմամբ, եւ նաեւ այս ամենից քանի որ շատ են սիրում այսպես տարբեր փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչներ կրկնել, որ իրանք չեն քաղաքացնում process-ները, սա նաեւ քաղաքականի է վերածվելու։ Ընտրությունների ժամանակ նույն այս փոքր միջին բիզնեսը իրենց քվեն են տալու, իրենց ձայնն են բարձրացնելու։ Նույն գործող իշխանությունները պետք է հասկանան, որ սա իրենց հակառակ քվե է լինելու։ Սա պետք է հստակ ներկայացնենք եւ նրանք էլ հասկանան, որ հետևանքները ինչ է լինելու։ Այսինքն նրանք կորցնելու են բավականին մեծ, այսպես աջակցության զանգված եւ այն ուժերը, որոնք փոքր միջին բիզնեսի շահերը կբարձրացնեն, կաջակցեն, կտանեն առանց իրենց խնդիրները կբարձրացնեն, կշահեն։ Սա դասական, քաղաքական գործընթաց է, որ պետք է հասկանան բոլորը։ Մատների արանքով չպետք է նայել այս խնդիրներին։ Ես օրինակ ինքս բազմաթիվ փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչների դες հարցերով անընդհատ հանդիպում եմ, խոսում եմ, քննարկում եմ, փորձում ենք լուծումներ գտնել նույնիսկ այս օրենքի շրջանակներում։ Այնպես չէ, որ մենք այս օրենքին դեմ ենք, ուրեմն մենք որևէ ձևով պետք է աջակցենք այս խնդիրները լուծելու համար։ Որտեղ հիմա փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչները խնդիր ունեն այս ամենը ձևակերպելու, կազմակերպելու։ Մենք չպետք է իրենց մենակ թողենք այս գործընթացում, որտեղ նրանք իրոք մեր աջակցության կարիք ունեն։ Այս դժվար օրերին, դժվար պահերին, հատկապես երբ որ մեզ մոտ, հատկապես այս վերջի շրջանում նկատվում է նաև նրան շրջանառության ծավալների նվազում, որը կապված է դրսից հոսող գումարների, այսպես կրճատմամբ, ռուս ռելոկանտների գումարներն են կրճատվել, երկարտով առևտուրն է կրճատվել Հայաստանի տարածքում եւ այլ խնդիրներ։ Այսինքն մենք ունենք փոքր միջին բիզնեսում նաեւ առևտրի ծավալների որոշակի նվազում, փաստացի ծավալների։ Միգուցե իրեն կարող է ավել են սկսել խփել կամ չգիտեմ տարբեր պատճառներով սկսել են ավել շրջանառություն, բայց փաստացի իրեն շրջանառությունը նվազել է։ Սա բավականին մտահոգիչ է փոքր միջին բիզնեսի համար։ Ամփոփելով խոսքս նշեմ, որ նման մասնագիտական քննարկումները ոչ միայն այսպես իշխանության կամ փոքր միջին բիզնեսի համար հարկավոր, այլ նաև տարբեր քաղաքական ուժերի, որովհետև նման քննարկումների ժամանակ քաղաքական ուժերը հավաքում են տեղեկատվություն, ինֆորմացիա, իրենց քաղաքական պլատֆորմ են, տնտեսական պլատֆորմ են ձևավորում ընտրությունների համար, մասնագետների հետ քննարկելով պետք է այդ խնդիրները բացահայտվեն եւ դրանք դառնան նախընտրական պլատֆորմ, քաղաքական խոսք, հայեցակարգային մոտեցումներ եւ դրանով մասնակցեն նաև ապագա ընտրություններին։
Այո, ընտրությունների ժամանակ շատ կարևորվելու է փոքր միջին բիզնեսի խնդիրները, սոցիալական խնդիրները, տնտեսական խնդիրները եւ այն ուժերը, որոնք այս խնդիրները կներկայացնեն եւ դրանց լուծումները կառաջարկեն, կշահեն նաեւ ժողովրդի քվեն։ Շնորհակալություն, պարոն Բարսյան։ Այո, այս հարցը հանրային լայն հետաքրքրության գիծակետում է, որովհետեւ քանակային առումով ես արդեն ասացի 200-300,000 առնվազն 200-300,000 մարդու շահերին է դա առնչվում։ Դուք ճիշտ նշեցիք, որ իշխանության փաստարկներից մեկը այն է, որ իբր խոշորի դեմ պայքարի շրջանակներում փոքր ու միջին բիզնեսից են սկսում, որպեսզի փաստաթղթաշրջանառության ամբողջ ցիկլը փակեն, բայց դա ես կնմանեցնեի թեպի դեմ պայքարի շրջանակներում գլուխը կտրելուն։ Եվ երկրորդը փոքր ու միջին բիզնեսը ինքը այն բիզնեսն է, որը ես շատ դեպքերում հատկապես փոքրի պարագայում կասեի, որ դա սոցիալական բիզնես է, այսինքն մարդիկ իրենց գլուխը պահում են, ժողովրդական լեզվով ասած, եւ պետությունը ընդհանրապես պետք է չխանգարի իրենց, որովհետեւ եթե իրենք դառնան գործազուրկ, ապա դա լրացուցիչ բեռ կդառնա փոքր բիզնեսի գործազրկությունը, այդ ներգրաված մարդկանց գործազրկությունը լրացուցիչ բեռ կդառնա պետության համար։ Այնպես որ մենք հանրային եւ քաղաքական ուշադրության կենտրոնում ենք միշտ պահում այդ հարցը եւ նրանք ովքեր որ բողոքի ակցիաներին մասնակցում են կամ իրենց ձայնն են բարձրացնում այլ հարթակներում գիտեն որ Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամները մշտապես ներկա են գտնվում բողոքի ակցիաների ժամանակ իրենց աջակցությունը հայտնելու համար եւ այս առումով ես կարծում եմ որ բոլոր մտահոգական ուժերը պետք է ներգրավվեն եւ առաջին հերթին պայքարին մասնակցեն ոչ թե իրենց համար, այլ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու համար, իսկ հետագայում արդեն բնականաբար այդ մարդիկ արդեն իրենց շահերը կպաշտպանեն, կկարողանան ավելի առաջ մղել իրենց շահերը եւ դա հանրային օգտակարություն կունենա։ Այս առումով պարոն Սուքասյան խնդրեմ ներկայացնել ձեր մոտեցումները, ձեր դիտարկումները, ինչ եք կարծում այդ պետք է շարունակվել է ոչ հայտնի խոսքացված։ Ես կարծում եմ, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները պետք է դադարեցնեն պայքարը, մենք էլ բոլոր շրջանակներս հասարակական, քաղաքացիական, քաղաքական պետք է աջակցենք դրան, որովհետև մենք դրա սպառողներն ենք, մենք դրա շահառուներն ենք նաև։ Եթե փոքր ու միջին բիզնեսը զարգանում է, մենք բոլորը շահում ենք դրանից։ Ձեր դիտարկումները, պարոն Սուքասյան, եւ ձեր առաջարկները կամ մոտեցումները այս մասով խնդրեմ ներկայացնել։ Շնորհակալ եմ, շատ ողջունելի հարցերություն այս ֆորմատը, հատկապես որպես ասենք պայքարի ընթացքում, չգիտեմ, դեռևս ություն է գալիս այդ որ այդ պայքարը սկսեց, հետո անձրև, հետո շոկ, այդ պայքարը շարունակվում է։ Մենք իհարկե ականջալուր ենք բոլոր սեփական իրավունքների եւ պահանջների հետ կապված բողոքի ձայն բարձրացնող սոցիալական խմբերի հետ այդ վերաբերող բոլոր հանրային դրսևորումներին արձագանքում ենք եւ հետայսուել դնելու ենք այդ դիրքերում, բայց ես ինքս էլ 14 տարի ունեմ բիզնեսով, փոքր բիզնեսով զբաղվելու փորձ եւ ես ինքս էլ որպես տնտեսվարող իմ աչքի վրա զգացած այդ փոփոխությունները ոնց որ ինձ կներեք պարոն Սուքասյան, ես կուզենայի նաեւ որ դուք ներկայացնեք տեղական турքերի վճարների հանգացման ազդեցության մասին խոսել։ Այո, ես դրան էլ կանրադառնամ։ Սա Երևանի քաղաքապետարանի բերած հանգացումներն են։ Այո։ Կարծես ես բարիկադների երկու կողմում եղել եմ եւ որպես տնտեսվարող եւ որպես, չգիտեմ, այս պարագայում համայնքի ավականու ներկայացուցիչ, մի այսպես մի քիչ ժամանակային առումով հետ գնամ 2013 թվական դեկտեմբերի 27 տարին վերջանում է 4 օրից 5 օրից սկսվում է հաջորդ տնտեսական տարին եւ Երևանի ավականին կայացնում է որոշում մինչ այդ ասենք վճարվում է տեղական турք
ալկոհոլային խմիչքի լիցենզիա եւ ծխախոտ 2013 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանի ավագանի որոշումը, որ 4 օրից տնտեսվարողը պետք է նաև հանրային սննդի լիցենզիա վճարի։ Այսինքն մարդը իմանում է, որ չգիտեմ 4 օրից ինքը պետք է սկսի ավել ծախսանել։ Նախ ես գտնում եմ, որ օրենսդրորեն պետք է ամրագրել, որ դու դիցուկ այս պարագայում տեղական տուրքերի մասով, որ մարդկանց իրավիճակը տնտեսվարողի, վճարողի, գույքահարկ վճարողի, տեղական տուրք վճարողի, տեղական վճարողի վիճակը վատթարացնող դրույթների, այսինքն թե կա ծանրացում, այդ որոշումները պետք է կայացվեն 6 ամիս կամ 1 տարի նախապես։ Ոչ թե դեկտեմբերի վերջին բերեն տեղական նոր տուրք սահմանեն, կամ դեկտեմբերի 23-24-ին որոշան, որ մեկ շաբաթից պետք է ոչ թե 13,000 դրամ, այլ 160,000 դրամ վճարել, ոչ թե 12, այլ 13 անգամ ավել 160,000 դրամ վճարել։ Այսինքն, եթե ունես քաղաքական մեծամասնություն, կարաս քնես վեր կենաս, ինչ որոշում ուժնաս կայացնես, ասես դե այտենց է, ու վերջ ինչ ուզում եք արեք, մաքսիմում կամ բողոքի կամ գնաք դատարան, մենք կգնանք մեր գործերին։ Դա որոշակի իշխանական, այսպես ասենք, շան լայն ինչ-որ գործիք հակազմ ունենալու եւ հետադարձ կապի բացակայության մասին է խոսում, եւ այստեղ ես կուզենայի նաեւ առանձնահատուկ ընդգծել, որ փոքր գերփոքր բիզնեսները շատ դեպքերում սեզոնային գործոնով պայմանավորված կամ եթե վարկայի միջոցներով են բիզնեսը վարում, մշտապես վարկ պիտի փակեն, երբեմն շատ դեպքերում որակյալ աշխատակիցը կարող է բիզնեսի տիրոջից ավելի շատ եկամուտ ունենալ։ Ասենք եթե կենտրոնում դուք ունեք մի փոքր սրճարան եւ լավ խոհարար, երբ որ դուք ձեր բոլոր տեղական տուրքերը վճարեք, հարկերը վճարեք, տարածքի վարձակալությունը տակ, կոմունալը վճարեք, աշխատավարձերն էլ տակ, կարող է շատ ավելի քիչ վաստակեք, քան ասենք ձեր լավ որակյալ խոհարարը։ Հիմա այդտեղ այդ մոտիվացիայով է տնտեսվարողը ինչքան կաշխատի, եթե շարունակաբար մտնեն նրա գրպանը անընդհատ ասեն դե քանի որ դե այսքանը վճարում ես, արի կլինի այս տարվանից սկսած մի քիչ ավել տուր, որովհետև այսքանվա ոնց որ թե չես փակվի, ուրեմն փող ես աշխատում։ Տնտեսվարողն էլ կամ պիտի իրեն հասանելիք տակը ինչ մնում է, իր դիվիդենդներից մաս անի, կամ ինչպես պարոն Պարսյանը նշեց, դա հղիա ստվեր գնալու դիցուկ չգիտեմ, ՀԴՄ-ներ չխփելու այդ բանով։ Իսկ այդ ՀԴՄ-ների էպոպեան 7 տարի թե գործող իշխանությունը ոնց է շահարկել, այդ էլ բոլորս գիտեն։ Բայց էլի շատ չեմ ուզում քաղաքական շեշտադրում անել, միայն մի այսպիսի օրինակ։ Բիզնեսին աջակցության մասին երբ որ խոսում են, 20 թվականի կովիդի այդ ճգնաժամի հաղթահարման շրջանակներում տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին ահռելի գումարների աջակցություն տրվեց կառավարության կողմից, հետո պատմեց, որ բոլորը փակվել են։ Այսինքն անգամից ճիշտ թիրախ չի ընտրվում։ Եվ եթե միջինը մի խոշորը իրենց ռեսուրսների, ծավալների հաշվին ճգնաժամերը հաղթահարելու ավելի շատ ռեսուրսներ ունենում, փոքր գերփոքրները մի թեթև տատանումից, հարկային տոկոսադրույքի ավելացումից միանգամից կարող են գնալ դեպի փակում։ Այդտեղ որևիցե կասկած իմ համար գոյություն չունի։ Եվ ինչ վերաբերում է խնդրի քաղաքական ասպեկտին, շատ բնական է, որ կառավարության մոտ բողոքի եկած տնտեսվարողը ի սկզբանե չի ունենում քաղաքական պահանջ, որտեղ այդ պահին հարկատու է, գալիս է խնդիրների համար բարձրաձայնելու, բայց որքան էլ որ խնդիրը լինի ապաքաղաքական, որոշում կայացնող մարմինը միևնույնն է քաղաքական է, ավելի քաղաքական կառույց, քան կառավարությունն է, գոյություն չունի իմ կարծիքով։ Հետևաբար այստեղ քաղաքական խնդիրները անխուսափելի են եւ իշխող անկախ այս բանի մասին չի խոսքը միայն, անհասարակ ցանկացած իշխանության պարագայում փոքր եւ միջին բիզնեսին վերաբերող որոշումները դրանք շատ զգայուն հարցեր են, որոնք պահանջում են լավ հետադարձ կապ եւ անպայման ականջալուր լինել ոլորտի ներկայացուցիչների ահազանգերին։ Այստեղ պարզապես մի այլ բան պիտի արձանագրենք, պարոն Ավագյանը շատ լավ ընդգծեց, որ դա շատ առողջ է, որ ասոցիացիան չի պայմանավորում, թե ով է քաղաքական իշխանության այդ բանին, ապա քաղաքական դա այդպես է պետք է լինի։ Բայց ասոցիացիայի, այսպես ասենք,
հզորություններ ինչ որ միտեղ սպառվում է, նրա բարձրացրած ձայնն էլ սկսում են չլսել կամ անտեսել, զարգացած երկրներում փոքր եւ միջին բիզնեսը ունեն իրենց քաղաքական շահերը արտահայտող քաղաքական ուժեր տվյալ երկրի պարլամենտում, որ ոչ թե մարդիկ իրենց բանուգործը թողեն ձյան անձրևի տան գան կառավարության դեմ աղմկեն սկզբից ասեն քաղաքական չի, ամիսներ անց նոր հասկան չի այդուհանդերձ քաղաքական է, որտեղ այս քաղաքական իշխանությունն է այդ որոշումը կայացրել, այլ դա պատվիրակեն այն քաղաքական ուժին, որ այդ պահին կգտնվի պարլամենտում, այդ հարցը կբարձրացնի։ Այսինքն քանի դեռ փոքր եւ միջին բիզնեսի շերտը չունի պարլամենտում իր քաղաքական շահերը արտահայտող քաղաքական ուժ, մեր փոքր եւ միջին բիզնեսը մշտապես բախվելու է նմանօրինակ խնդիրների։ Դա անխուսափելի է եւ այդտեղ կարծում եմ անելիքը երկուստեք է եւ քաղաքական ուժերը բացի, չգիտեմ, անվտանգային խնդիրներ, իրավական, կոռուպցիա, մյուսի քաղաքական ուժերը իրենց դեկլարացիաների մեջ հստակ ֆիքսեն օրինակ, որ մենք վերցնում ենք փոքր եւ միջին բիզնեսի շահերը պարլամենտում անկախ նրանից թե ով է իշխանության, անգամից եթե մենք կլինենք իշխանության, առաջ տանելու ահա այդ դրոշակը։ Եթե դա չլինի, իր հերթին է փոքր եւ միջին բիզնեսն է դիստանցավորվելու քաղաքական ուժերից, անվստահություն որոշակի տածի, որ այդտեղ փոխադարձ միմյանց ընդառաջ գալու հրամայական կա, իսկ փոքր եւ միջին բիզնեսը այն հատկապես փոքրը, գերփոքրը, դրանք պետության այնպիսի ասենք, անգին գործընկերներն են, որ մարդիկ սոցիալական խնդիր չեն ստեղծում, իրենք իրենց հանապազորի հարցը լուծում են, մի քանի աշխատատեղ է ստեղծում են, երբեմն մի քանի տասնյակ։ Մի բան էլ հարկ են վճարում, այդ հարկը գնում դառնում է, չգիտեմ, աշխատավարձ, թոշակ եւ այլն, եւ պետությունը պետքա ականջալուր լինի այդ խնդիրներին, ել չեմ ուզում անդրադառնալ, թե բանկային ոլորտի ինչ բարձր տոկոսներ են, այսինքն ցանկացած փոքր եւ միջին բիզնես, եթե վարկով է տնտեսական գործունեություն ծավալում, կարելի ասել մեր բանկային համակարգի տոկոսադրույքները վարկային այնպիսին են, որ մի sense ստվերային գործընկեր ունի, կներեք արտահայտությանս օրթաղ, բանկը օրթաղ է, այնքան այդ տոկոսները բարձր։ Այ եւ այս ժողովուրդը կարելի ասել բանկային պարտներներ ունի։ Ու միշտ բանկի երաբուգի երաշխավորված է, որտեղ եթե ժամանակին չվճարես, դատով դատաստանով, տնով բանով կվերցնեն ու իրաց ռիսկերը հասցված է մինիմումի, իսկ փոքր բիզնեսը կարող ցանկացած պահի կանգնի, այսպես ասենք, փակման առաջ։ Ամփոփելով խոսքս, պետք է ընդգծեմ, որ մեր նման երկրում փոքր եւ միջին բիզնեսը դա ստրատեգիական ուղղություն է, եւ ես ավելին ասեմ, ես գտնում եմ, որ ռազմավարական ապագայում Հայաստանում հատկապես փոքր բիզնեսի հետ կապված ծնելիությունը խթանելու, այսպես ասենք, խրախուսող նորմեր է պետք մտցնել, որ փոքր բիզնեսով զբաղվողների ընտանիքներում երկրորդ, երրորդ, չգիտեմ, չորրորդ երեխան արդեն շատ կոնկրետ հարկային արտոնություններ տանք այդ մարդկանց, ոչ թե ասենք արի դու հարկերը վճարի, հետո մենք այդ բողերը բյուջեով կպտտացնենք, վերջում կբերենք քեզ ինչ որ օգնություններ կտանք, պետք չի։ Հարկային արտոնությունները խրախուսելու են եւ ծնելիությունը եւ նոր ներդրումները։ Այս պահին այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սուքիասյան։ Իհարկե ողջունել է, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները իրենց իրավունքների համար պայքարում են եւ բնական է, որ մենք էլ մեր բոլոր հնարավորություններով պետք է աջակցենք իրենց եւ ասեմ, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները եւ որպես գործատուներ եւ որպես վարձու աշխատողներ այդ ոլորտում ներգրավված մի քանի հարկային պրեսինգի տակ են, բացի այդ շրջանառության հարկի փոփոխությունից տեղական որոշումներն էլ, որոնք կայացվում են իշխանությունների կողմից, ելի ազդում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա, տեղական տուրքերի վճարների տեսքով, տրանսպորտի թանկացման տեսքով, որովհետև փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները հաստատ տրանսպորտից օգտվում են եւ ավելի թանկ են վճարում։ Կարմիր կետագծերի թանկացման հետ կապված, իդեպ այս մասով ես ասեմ, որ մեր Հայաստանը դատական պրոցեսի մեջ է եւ ինչ որոշում ունենք, ինձ ուղղակի հուշում են մեր թիմակիցները,
24 թե 25 թվականին։ Ես ուրեմն ուղիղ եթերում քիչ առաջ իմացանք, որ տեսեք կարմիր կետագծերի հետ կապված մենք դատի էինք տվել իշխանություններին 24 թվականին կոչման, առաջին ակցիայում շահեցինք, հետո գնացինք վերաքննիչ, հիմա վճռաբեկում իշխանությունները բողոք հարկում են, որովհետև պարտվել են եւ այդ 13 անգամ թանկացումը համարվել է ոչ իրավաչափ եւ քիչ առաջ տեղեկացանք, որ 25 թվականի վերաբերյալ որոշումն էլ, որը մենք բողոք հարկել էինք դատական կարգով, դատարանը որոշել է, որ ոչ իրավաչափ է, այս առումով մենք շարունակելու ենք այդ պայքարը, դա նույնպես առնչվում է դեպ ասեմ փոքր ու միջին բիզնեսի, որտեղ իրանք էլ կարող մեքենաներ ունենան կայաման համար կենտրոնում 3 անգամ են թանկացրել, Արաբկիրում 2 անգամ են թանկացրել եւ տեղական турքեր վճարներից բացի այս բոլոր պրեսինգները սրան նաեւ գումարվում է բանկային ռեկետը, որին ենթարկվում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները եւ կարելի արդեն պատկերացնել թե իրենց խնդիրների ամբողջական փաթեթը ինչպիսին է։ Ես հիշեցնեմ, որ այս իշխանությունները երբ որ գալիս էին այսպես կառավարման ղեկը ստանձնելու, ասում են, որ իրենք ժողովրդի ներկայացուցիչներն են, ամեն ժողովրդի համար սիրում են բոլորին, հարգում են բոլորին, չգիտեմ, խոնարհվում են բոլորի առաջ, խոսքով այդպիսի բաներ էին ասում, եւ ասում են, որ իրենք ժողովրդավարական, այսպես ժողովրդի ծոցից դուրս եկած, ես կուզենայի, որ պարոն Բոզյան, դուք ներկայացնեիք համեմատականը, օրինակ մենք պետք է չափվենք, չէ՞, մենք ունենք տարածաշրջանում հարևան բարեկամ Վրաստան եւ հարևան թշնամի Ադրբեջան։ Ես կուզենայի, որ մենք մի հատ համեմատական տանենք, թե որտեղ ինչ մոտեցում կա փոքր ու միջին բիզնեսի հետ կապված եւ Հայաստանը ինչ վիճակում է գտնվում, որպեսզի այսպես մանիպուլատիվ չհնչեն ձևակերպումները, հա, մենք ժողովրդի համար ենք կամ ժողովրդին դեմ ենք, մի հատ համեմատականներ տանենք, հասկանանք եւ դրա քաղաքական հետևանքներն էլ հասկանանք։ Տեսեք, ընդհանրապես տարածված տեսակետ կա, ես էլ ճիշտ ասած փոքրուց լսել եմ, որ հայերը ավելի մոտ են գործարարությանը, ավելի գործարարության մեջ ավելի զարգացած են, քան հարևան վրացիները կամ ադրբեջանցիները պատմության մեջ ավելի մեծ լումա են ունեցել բիզնեսի մեջ, օրինակներ կային, փաստեր կային, հա, եւ տպավորություն պետք է լիներ, որ գոնե այդ ամենից հետո Հայաստանը բիզնեսի գործարարության պարագայում ավելի լավ ռեժիմ պետք է ունենար, քան հարևան Վրաստանն ու Ադրբեջանը։ Ես կփորձեմ հիմա ուղղակի համատություն տամ, թե ինչ վիճակի մեջ է Ադրբեջանում, Վրաստանում, ինչ վիճակի մեջ է Հայաստանում, հասկանանք այդ համատությունը եւ իմ հետեւությունը կասեմ, թե ինչու է այդպես, հա, որտեւ ես էլ եմ այն կարծիքին, որ մենք ավելի գործարարության մեջ ավելի մոտ ենք, քան ադրբեջանցիները կամ վրացիները, բայց ես կարծում եմ, որ մեր մոտ 600 տարվա պետականության բացակայությունը ջարդել է մեր մոտ պետական գիտակցություն։ Մենք չունենք պետական գիտակցություն, ցավոք սրտի, նաեւ այդ թվում այս ոլորտում։ Տեսեք, առաջինը տարածաշրջանում փոքր բիզնեսի աջակցության հարցում այդ process-ը ներդրվեց Հայաստանում 2000 թվականի օգոստոսին եւ դա մեծ հաջողություն էր Հայաստանի համար, որտեղ 2000 թվականից ընդունվեց պարզեցված հարկը եւ այդ պարզեցված հարկի գործունեության արդյունքում Հայաստանում բուրըն զարգացում ստացավ փոքր եւ միջին բիզնեսը մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը։ 2008 թվականի հունվարի 1-ից ես անկեղծ իմ համար շատ դժվար հասկանալի պատճառներով Հայաստանի իշխանությունը որոշում կայացրեց, որ պարզեցված հարկը պետք է վերացնել, դա խանգարում է հավասարաչափ զարգացման համար տնտեսական դաշտում, իբր տարբեր տնտեսական բաները, սուբյեկտները իրար հետ հավասար չեն, բացի այդ խոշոր բիզնեսը կարողանում է օգտվել այդ պարզեցված հարկից եւ մանրացնելով իր բիզնեսները մտնել եւ այսպես ասած ստվերային իմաստով գերշահույթներ ստանալ։ Հա, այդպեսի հա, նույն հիմնավորումը այս պայծրությամբ է։ Շատ հետաքրքիր բան ասեմ, որ ես անձամբ կարող եմ ասեմ, որ 2008 թվականի այդ գաղափարախոսության կրողը, այսպես կոչված փիլիսոփան, այն ժամանակվա Հայաստանի ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն էր, եւ զարմանալի բան կարող եմ ասել, որ այսօրվա այդ նույն թեզը, ասենք
նախկին իշխանությունը փոխվել է, նորն է եկել, բայց նույն թեզը մնացել է եւ այսօրվա առաջարկությունների, այսպես ասած, ազգանունը Էլու Ալավերդյանը, ես չգիտեմ, կարող եմ իրանք բարեկամ են, ընկեր են, բարեկամ են, ինչ են, բայց իմ տպավորությամբ դա ընտանեկան ինչ-որ մի հատ մոնոպոլիա է Հայաստանի բիզնեսին վնաս տալու հարցում։ Ես sense ձևակերպեմ։ Որպեսզի հասկանանք, թե մենք ինչ վնաս կրեցինք 2008 թվականից հետո, տասնյակ հազարավոր բիզնեսներ փակվեցին, ջախջախվեցին, հսկայական քանակով մարդիկ վնաս կրեցին դրա արդյունքում, որի նաև արդյունքը, չեմ ասում մենակ դրա պատճառով, որի դրա արդյունքը իհարկե նաև 2009 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամ եղավ, որի դրա արդյունքը եղավ այն, որ մենք ստացանք 14.4 տնտեսական անկում, 14.4 աշխարհում կարծեմ երկրորդ տեղն էր վատ իմաստով անկումը, մենք այդ ժամանակ դրամի, այսպես ասած, փլուզում ստացանք, 25%-ով փլվեց ազգային դրամը, եւ ընդհանրապես մեր տնտեսության մեջ փոքր բիզնեսի հարվածը մեծ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, որի արդյունքում նույն իշխանությունները հասկանալով այդ վնասները 2013 թվականին ընդունեցին շրջհարկի մասին օրենքը, որը ես կարծում եմ, որ վատ օրենք չէր, շատ դրական օրենք էր, եւ այդ օրենքի ներդրման արդյունքում Հայաստանում նորից կրկին զարգացավ այդ փոքր բիզնեսը եւ հիմա այս իշխանությունը նույն պատճառաբանությամբ ինչ-որ 2008 թվականն էր, բերում են փուլային են ուզում այսպես ասած ջարդել բիզնեսը։ Հիմա փորձում են այսպես ասած շրջհարկի այսպես տոկոսադրույքը 2 անգամ բարձրացնել, արտադրության համար 3.5-ից մինչև 7%, ծառայությունների համար 5-ից 10%, ընդ եւ այլն։ Մի մասի համար ընդհանրապես վերացնում են, մի մասի համար վերացնելու են հուլիսի 1-ից եւ ընդհանրապես հայտարարում են, որ այդ հարկատեսակը վնաս է տալիս տնտեսությանը եւ իրենք պետք է այսպես ասած վերացնեն ընդհանրապես այդ հարկատեսակը եւ բոլորը պետք է անցնեն ավելացած արժեքի հարկի դաշտ։ Հիմա փորձենք հասկանանք թե ինչ է դա նշանակում, ինչի են դա անում եւ համատենք Ադրբեջանի եւ Վրաստանի։ Ադրբեջանը գիտեք որ ավտորիտար, համարյա տոտալիտար երկիր է, այդ տոտալիտար կոչվող երկրում ուրեմն փոքր բիզնեսի համար հետեւյալ արտոնությունը կա։ Մինչև $300,000 շրջանառություն ունեցող սուբյեկտները տալիս են ընդամենը 2% հարկ։ Պատկերացրեք, մինչև 300,000։ Մեր մոտ դա մինչև 115 միլիոն է, մոտավորապես $270,000 կարգի, մենք տալիս էինք 5%, 3.5%, 6%, հիմա պիտի տանք 7%, 12%, 10%, իրանց մոտ դա 2% է, 2% մինչև 370,000, հիշենք այդ տիպը, հա? Բայց մենք կարող ենք ասել, որ իրանք, չգիտեմ, նավթով հարուստ երկիր են, միգուցե իրանք այդ հնարավորություն ունեն եւ այլն, բայց դրանք կեղծ թեզեր են, որովհետեւ ընդհանրապես փոքր միջին բիզնեսի, այսպես ասած, հարկային չափը որ գնում շատ չնչին է եւ դա համատելի չէ, իսկ մենք այդ փոքր բիզնեսին հարվածելով կամ դրույքաչափերը մեծացնելով մենք բյուջեում շատ մեծ բաներ չենք բարձրացնի, դա այդ արգումենտը չի աշխարհում։ Հիմա անցնենք Վրաստանին։ Վրաստանում շատ հետաքրքիր process գնաց, Վրաստանում ուրեմն Սաակաշվիլի իշխանության գալուց հետո այնտեղ եկավ մի էկոնոմիկայի նախարար Կախաբենդուկիձե, Ռուսաստանի հայտնի օլիգարխներից էր, որը շատ հետաքրքիր անձնավորություն էր, շատ տաղանդավոր, շատ խելացի անձնավորություն էր եւ առաջարկեց, որ Վրաստանը պետք է ֆունդամենտալ ազատության, այսպես ասած, կոմպենսացիա հռչակի բիզնեսի բոլոր ոլորտների համար։ Իհարկե հետագայում Սաակաշվիլին քաղաքական պատճառներով մեծ հետապնդումներ արեց բիզնեսի ներկայացնողի նկատմամբ, հիմնականում միջին եւ խոշոր բիզնեսի նկատմամբ, բայց դա առանձին քաղաքական խնդիր է։ Անկախ ամենից պետք է արձանագրենք, որ 2011 թվականին գիտակցելով, որ իշխանությունը կարող է փոխվել, իշխանությունը կարող է կապրիզներ, Ալավերդյաններ գան կամ Ալավերդաշվիլիներ գան այնտեղ կամ չգիտեմ, բաներ կան, կարող են իրենց հարկերը փոխել, բան, իրենք 2011 թվականին հանրակրվեով ընդունեցին այսպես կոչված ազատության ակտի որոշում, ազատության ակտ էր կոչվում, որի համաձայն սրանց հետո այլևս հարկային փոփոխությունները ֆունդամենտալ իմաստով հնարավոր է փոխել բացառապես հանրակրվեի միջոցով, բացառապես։ Հիմա տեսեք, եւ դա որպեսզի հասկանանք դրական ազդեցություն կարող է դառնում, որ 2012-ին այնտեղ փոխվեց իշխանությունը, բայց արդեն հաշվառնելով այդ ակտը կար, իրանք արդեն ֆունդամենտալ փոփոխություն չէին կարող, եւ ընդհանրապես ապագա ոչ մի Վրաստանի իշխանություն
առանց հանրակրվեի չի կարողանա փոխանցել, չի կարողանա հայտարարել, որ մենք պետք է բարձր սարքը վերացնենք կամ շրջարկը վերացնենք, չկա այդպիսի բան, չի կարող ասենք մի հատ Ալավերդաշվիլի առավոտը զարթնի, ասի որ գիտեք ինչ այդ հարկը մեզ շահավետ չի։ Հիմա ես ասեմ այնտեղ ինչ հարկային դրույքաչափեր են աշխատում, մինչև $180,000, այսինքն $500,000 լարի, մինչև շրջանառություն ունեցող սուբյեկտների համար, ուրեմն հարկատես բանը շրջարկի տոկոսը 1% է կազմում, 1%, պատկերացրեք, թե ինչ է նշանակում դա։ Եվ ձեզ թիվ ասեմ, եթե Հայաստանում միջին բիզնեսով հիմնականում տարբեր գնահատականով 200-300,000 մարդ է զբաղվում, ապա Վրաստանում դա հասել է արդեն մինչև 700-800,000 մարդու, որովհետև այնտեղ այդ 1%-ը չնչին գումար է, եւ այդ 1%-ի արդյունքում լայն զանգվածները մտածեն բիզնեսի մեջ եւ այնտեղ ռեալ միջին խավի զարգացման տենդենսներ կան։ Ես չեմ ուզում ասենք, որ այնտեղ այդ 1% որ ասում են, այսինքն այնքան լիբերալ է համակարգը, ասենք եթե մարդը այդ 500,000-ից շեմից անցնում է, ինքը ոչ թե միանգամից հայտնվում է NDS-ի դաշտում, այլ ինքը այդ տարին պետք է փակվի, մինչև 3% է վճարում, հետո տարին փակվելուց հետո ինքը նոր արդեն պետք է որոշում կայացնի, թե ինքը NDS-ի դաշտում է, թե NDS-ի դաշտում չէ։ Հիմա NDS-ի դաշտի դրույքաչափերը համատենք Հայաստանում NDS-ը, ուրեմն տեսեք ուշադրություն, կազմում է 20%, շահութակը կազմում է 18%։ Վրաստանում NDS-ը կազմում է 18%, շահութը կազմում է 15%։ Հիմա հարց։ Հա, բացի դրանից Էդուկիձեի օրենքի համաձայն իրենք մի հատ էլ որոշում են կայացրել, որ օտարերկրյա եւ տեղի գործարարները պետք է ունենան հավասար պայմաններ բոլոր տիպի դրույքաչափերի մասով, այսինքն այնտեղ այդ համահավասարությունն կա, որի արդյունքում այնտեղ ուղղակի ծաղկում է բանը դրսից ներդրված այդ ներդրումները եւ որի արդյունքում այդ երկիրը անկախ ամենից իշխանությունը կփոխվի, չի փոխվի, վատ իշխանություն կա, լավ իշխանություն կա, այնտեղ տնտեսական աճը մի ստաբիլ զարգացում է ապրում եւ որը ուղղակի վկայում է այն բանի մասին, որ այդ երկիրը ուղղակի պետական մտածողության է, ժողովուրդը պետական մտածողությունը անգամներով ավելի բարձր է, քան մեր մոտ, որտեղ իրենք մոտավորապես 200 տարի առաջ էին կորցրել պետականությունը, մենք 600 առաջ էին կորցրել։ Եվ չնայած մենք բիզնեսի մեջ ավելի լավ բաժանված ժողովուրդ ենք, բայց իրենք պետական մտածողության, պետական կնիքը դրել են բանի, որ իրենց մոտ բիզնեսի, այսպես ասած, առողջ բիզնեսի զարգացումը շատ ավելի լավ վիճակի մեջ է, քան մեր մոտ, դա փաստ է։ Եվ ինչ եմ առաջարկում ես, ոնց ենք մենք պատկերացնում։ Իհարկե նախ եւ առաջ մենք պետք է ամեն ինչ անենք, որ բիզնեսի դաշտը մեր մոտ ամենաբարենպաստը լինի, որտեղ աշխարհագրական իմաստով մենք ավելի վատ վիճակի մեջ ենք կան Վրաստանը։ Դա նշանակում է, որ մեր մոտ առնվազն պետք է հարկային բեռը ավելի ցածր լինի, քան Վրաստանում։ Այսինքն պայմանական եմ ասում, եթե իրենց մոտ NDS-ը 18% է, մեր մոտ պետք է 17.5 կամ 17%։ Եթե իրենց մոտ շահութարկը 15% է, պետք է 14 կամ 14.5% գոնե, որպեսզի դրսի գործարարը պետք է հաշվի առնի, եթե իրենց մոտ կա ավելի բարենպաստ աշխարհագրական դիրք, ապա գոնե ինքը պետք է հաշվի առնի, թե Հայաստան, թե Վրաստան ներդրում են, այդ գործոնը գոնե մեր օգտին աշխատի։ Այս մտածողությունը ինչի չկա, որովհետև այդպիսի պետական մտածողություն գոյություն չունի Հայաստանում։ Ասում եք պետական մակարդակով այդպիսի, տեսեք օրինակ Վրաստանը ծնեց Բենդուկիձե։ Հայաստանում դուք լսել եք մի անձնավորություն լուրջ մակարդակի պետական այր, որի մասին բոլորը հիշեն, որ այս մարդը այսպիսի հետաքրքիր պրոյեկտ է առաջարկում տնտեսական զարգացման, այդ փոքր միջին բիզնեսի համար, միջին կամ խոշոր 30 տարի մեջ դուք այդպիսի անձի մասին լսել եք, մենք կարող գիտենք, որ օրինակ, չգիտեմ, Բագրատյանը մեր Հայաստանի գայդարներ, այդ մենք հիշում ենք, ասենք դա։ Մենք հիշում ենք, չգիտեմ, մեր ուրիշ մարդու, որ անկեղծ խոսենք, ես չեմ հիշում այդպիսի մարդ, բայց առանց այդ նշանակալի գործչի, որը բան է առաջարկում, երկրին, տնտեսությանը, անին թե, չի կարող, այսինքն գիտեք հիմա ասենք օրինակ նույն փոքր միջին բիզնեսի ներկայացնենք, չքաղաքականացնենք, կներեք ծիծաղելի մակերեսային մակարդակի խոսակցություններ։ Անկախ նրանից այս քաղաքականացնես թե չքաղաքականացնես, երբ որ իշխանությունը ստերության չի ներկայացված այնպիսի վառ գործչով, որի մարդիկ տեսանին մարդը ինչ է ներկայացնում եւ իրենք հասկանան, որ այս մարդը իսկապես զբաղվել է իրենցով, միևնույնն է իրենց վիճակը շատ վատ է լինելու։ Նույնիսկ պետք է այս իշխանության պարագայում ցավոք սրտի եմ ասում, դատապարտված են այդ փոքր բիզնեսը, որտեղ բարձր էլեմենտար օրինակ բերենք, մենք խոսում ենք ոսկի շուկայի մասին։ Ոսկի շուկայի մասին մարժան այնքան փոքր է, բայց շրջանառությունը այնքան մեծ կան, նույնիսկ կներեք ամենավերջի կիսագրագետ մարդը հասկանում է, որ այստեղ
հիմնականում կարող է աշխատել հաստատագրված հարկի ռեժիմ։ Ուրիշ ռեժիմ այստեղ չի կարող աշխատել։ Եթե դու ուզում ես ոսկի շուկան չմեռնի, պետք է աշխատի հաստատի, որտեղ այսօրվա դրության ոսկի շուկան 99% թվերում է աշխատում, տրամաբանական է, որտեղ 1 մետր քառակուսի մետրի վրա մարդը սեղանիկ ունի, աշխատում է, պետք է մատել վազի, չգիտեմ, հարկերը բերի, մատ չգիտեմ, դա ծիծաղելի է այդ ամեն ինչը, այսինքն դա այնքան ծիծաղելի է, որ առանց հաստատագրված հարկի դա չի կարող աշխատել, դա պարզ է։ Հիմա մենք նստենք լուրջ քննարկենք ամիսներով, տարիներով, թե ոնց անենք, որ այդ ոսկի շուկան զարգանա, չզարգանա, մենք հասուն մարդիկ ենք, մենք չգիտեմ, բույր ենք ավարտել, բան ենք ավարտել, կապիկից տարբերվում ենք 100%-ով, ու այս մի մակարդակի քննարկումները դա ուղղակի ծիծաղելի են եւ ողբերգություն են մեր համար, որ մենք քննարկում ենք, անդորում մենք մի ազգ ենք, որը համարում ենք, որ մենք բիզնեսի մեջ շատ խորը զարգացած ենք, չգիտեմ, այս մարդ ունենք, այս մարդ ունենք, բան, դա ցույց է տալիս, որ գիտեք ինչ, մենք միշտ այդ կեղծ հայրենասիրական պաթոսով ենք ապրել ժամանակին, հա, ծափարում ենք, որ այս մեկը հայ էր կամ չգիտեմ ինչ էր, բան, եւ այդ մեր նստվածքը մնացել է, մենք դա համար կներենք տրեխային մակարդակի ենք մնացել, ցավոք սրտի եմ ասում, էլի, մենք պետք է ստացվենք եւ ժամանակից մարդ դառնանք, հասկանանք, որ փոքր բիզնեսը, միջին բիզնեսը, խոշոր բիզնեսը կարող է զարգանալ, եթե լինեն կոնկրետ առաջարկում, օրինակ ես առաջարկում եմ, որ Հայաստանը պետք է ընդունի իշխանափոխությունից հետո ազատության, տնտեսական ազատության նոր ակտ, հանրաքվեով պետք է ընդունի, որտեղ պետք է հիմնական ուղենիշները դրվեն հարկային ռեժիմի հետ կապված, կարող են դրույքաչափերը փոխվեն, բայց հիմնական, ասենք, օրինակ եմ ասում, շրջարկը պետք է մնա, կարող են դրույքաչափերը փոխվեն, բայց ինքը չի կարող վերանալ, օրինակ եմ ասում, կամ օրինակ եմ ասում, ռեզիդենտ, ոչ ռեզիդենտները պետք է հավասար պայման ունենան, կամ չունենան, կամ չգիտեմ ինչ, այսինքն մի քանի կենտրոնական խնդիրներ պետք է մենք ունենանք, դնենք, եւ ամենակարևորը, եթե մենք ուզում ենք, որ մեր մոտ լուրջ ներդրումներ կան, մենք լուրջ ներդրումների համար պետք է ոչ թե գնանք սփյուռք հայերից հայ մանգանք, բան, դա կներեք դա հեղցի կամ քաղաքենիական ամենապարզոնակ պատկերացումներ են, ժամանակից աշխարհում կապիտալը չի ճանաչում ազգություն, կապիտալը դու պետք է նես պայմաններ դնես, որ լուրջ կապիտալներ կան Հայաստանում, որ Հայաստանը լուրջ զարգացած, Հայաստանը լուրջ զարգացման կարիք ունի, որպեսզի այնքան զարգանա, որ պետությունը չընկնի խեղճ փոքր բիզնեսի բանը, ստոլիկների հետևից ընկնի ասի դու պետք է այսքան տամոթ այս 21-րդ դարում, երբ որ այդ մարդիկ իրանց գոյատևման համար են ապրում, այդ մարդկանց վրա գնես, ասենք, դու պետք է անես մի հատ բան անես, որ այն գելերը քեզ հաշի ֆակտորատան, բայց ծիծաղել է այս ամեն ինչը։ Ես դրա համար եմ ասում, այս խայտարակ իրավիճակը որպեսի փոխվի։ Ես նորից եմ կրում, ցավոք սրտի եմ ասում, այս իշխանության պարագայում հնարավոր չի, ոչ թե որ գիտեմ կառավարությունը վատն է կամ ինչը, պարզապես չկա այնտեղ մի նշանակալի մի գործիչ, որը տեսանելիներ դեմքը մենք ճանաչենք, այդ դեմքով ինքը ինչ-որ շոշափելի բան ասել։ Հիմա այդ ֆինանսների նախարարն Վահե Հովհաննիսյանը ինչ-որ բան հիշում եք իրանք ինքը ինչ-որ ասում էր։ Ոչինչ, ինքը տրաֆարետային բյուրոկրատ է, որ ինքը վարչաբյուրոկրատական լեզու ունի, ոչ մի միտք չասող մարդ է, որը ընդհանրապես, ասենք ասեմ, այնքան տրաֆարետային, որ շարքային, չգիտեմ, ով որ վերցնես ուղղակի զարմանալի այդ մարդը լիներ կամ չլիներ, ոչ մի տարբերություն չէ լինի։ Սա ամբողջ ողբերգությունը սրա մեջ է։ Եվ դրանից եմ կրկնում, մինչև իշխանությունը չլինի ռեալ, լուսավորչական, բարեփոխիչ, որտեղ նշանակալի գործիչներ լինեն, ասենք, չգիտեմ, կրթության ոլորտի զարգացման, փոքր միջին բիզնեսի զարգացման, չգիտեմ, արտաքին գործի, մինչև այտենց մենք իշխանություն չունենանք, այս երկիրը չի կարող ապագա ունենալ։ Սա է խնդիրը։ Անկախ դա կլինի փոքր բիզնես, չգիտեմ, մշակույթ, թե խոշոր բիզնես եւ այլն եւ այլն։ Այսքանը։ Շնորհակալություն, մենք արդեն ամփոփում ենք, եթե ցանկություն կա կարճ ռեպլիկների, ուղղակի ամփոփիչ, խնդրեմ, պարոն Պարսյան, դուք եք ուզում։ Փոքր միջին բիզնեսի հետ կապված մեզ մոտ մի հատ այսպես ինչ ասեմ, գաղափար կա մտած, որ հատուկ ռեժիմը, շրջանառության հարկի ռեժիմը ցածր դրույքաչափ է, ի տարբերություն ընդհանուրի, խոսքը վերաբերում է ՆԴՍ-ի կամ շրջհարկի։ Երբ ինքս մասնակցում եմ 2014-15 թվականներին այս շրջանառության հարկի օրենքի մշակման, այլևս ընդունման աշխատանքներին ազգային ժողովում, այս ժամանակ մի շարք այսպես հաշվարկներ արեցինք, քննարկումներ արեցինք եւ ինչ մի քանի այսպես եզրահանգումների եկանք։ Նախ առաջինը, եթե շրջհարկով աշխատող օրինակ 3.5% էր վճարում այս ժամանակ մանրածախարևտրի դեպքում, եթե նույն շրջհարկը այսպես ինքը տեղափոխվեր ՆԴՍ-ի դաշտ եւ ինքը իր բոլոր թղթաբանությունը կարողանար ապահովել, այդ դեպքում իր
ընդհանուր հարկերը գալիս էր մոտապես 6-ից 7%։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ այսօր, երբ որ շրջհարկ վճարողը 5% է վճարում, դա NDS-ի, եթե ինքը ունեք այդ պարագայում NDS-ի անցներ բոլոր փաստաթղթավորումը ապահովել, դա լինելու էր 6-ից 7%։ Եվ այս պայի շրջհարկի դրույքաչափերը, որ այսինքն նկատի ունեմ անցած տարվա 5%-ի դրույքաչափերը, իրանք ցածր չէին։ Խնդիրը կայանում է նրանում, որ այս հաշվարկները, որ իրենք ներկայացվում են, իրենք ներկայացվում են տրամաբանությամբ, որ մեկը փոքր միջին բիզնեսը ստվերում աշխատելու չի խփելու։ Մենք խոշորին կարողանում ենք վերահսկենք, իրանցից կարողանում ենք շատ, փոքրը դե 5-ը չի տալու 10 դնենք։ 10-ից էլ ինչ-որ մի բան կվերցնենք։ Իրանք այս տրամաբանությամբ փորձում են ինչ-որ գումարներ հավաքագրել։ Եվ այս վերջին հանդիպումների ընթացքում խոսում է փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, այն անձանց, ում 2014-ից ճանաչում եմ։ Ասում հիշում ես դու, երբ որ 14 թիվներ դու 1% էիր վճարում շրջհարկ, բայց դու նույնիսկ այդ ժամանակ չէիր խփում։ Ասում հա ճիշտ ես ասում, չէի խփում։ Ասում հիմա 10% են սարքել, էլի չես խփելու, ճիշտ, ասում հա չեմ խփել։ Ասում բա որ եթե դու 1%-ի 10%-ի ժամանակ에 չես խփելու, այսինքն խնդիրը ստե տոկոսը չի։ Խնդիրը այն է, որ մենք պետք է հասկանանք ինչ հարկային ռեժիմ քո համար սահմանենք, օրինակ 2014-15 թվականներին մենք մշակեցինք նաև ոսկու շուկայի համար սեղանիկի այսպես հարկ, այսինքն քառակուսի մետրով, ու բավական հաստատագրված վճարով որոշակի շրջան գործեց ինքը։ Խնդիրը իրոք մեզ մոտ ոլորտային, նեղ ոլորտային այսպես մասնագիտական քննարկումներ անել, զերծ մնալ պոպուլիզմից, զերծ մնալ տարբեր այսպես խմբերին սիրաշահելու տրամաբանությունից, գտնել արդյունավետ լուծում։ Եվ այդ արդյունավետ լուծումը պետք է համոզենք նաև ՓՄԶ-ին, բացատրենք ՓՄԶ-ին, հասկացնենք, որ սա է լավագույն արդյունավետ լուծումը։ Ոչ թե մենք կարծում ենք լավն է, սա հարկը իջեցրեցինք, ուրեմն լավն է։ Այդ տրամաբանությամբ չենք, պետք է գործենք, քանի որ մենք մյուս կողմում ունենք պետական բյուջեն։ Պետական բյուջեն, որը եւս ծառայում է մեր հանրության եւ ՓՄԶ-ին։ Այսինքն մենք պետք է ՓՄԶ-ի, պետական բյուջեի եւ հանրության միջև այսպես հավասարակշռությունը ապահովենք, որը հնարավորություն կստեղծի մեր երկիրը երկարաժամկետ կայուն զարգացնել։ Շնորհակալություն պարոն Ավագյան, եթե ամփոփեք եւ քանի որ հիմնական այսպես ասած դուժող կողմը դուք եք ներկայացնում, կուզենայի դիտարկումներ անել եւ եթե առաջարկներ ունեք, փորձեմ կարճ հնարավորինս նախ էլ շնորհակալություն այս հանդիպումը կազմակերպելու համար, ու ելի եմ կրկնում, մենք պետքա փորձենք այդ քաղաքական ոչ քաղաքական բիզնես միություններ ու քաղաքական միավորների հետ հանդիպումները անել ավելի լայն ու ըստ էության։ Այստեղ նաև պարոն Սուքիասյանն էլ իր խոսքում ասաց, որ նորմալ երկրներում կա այդ պրակտիկան, որ պատվիրակում են միությունները, ոչ միայն ՓՄԶ-ները, այլ միությունները ունենում են օրենսդիր մարմնում ներկայացուցիչներ եւ այլն։ Ինձ թվում է դա էվոլյուցիոն ճանապարհով կամաց կգա դրան, որովհետեւ մեր մոտ դեռ խնդիր ունենք մենք բիզնես միությունների զարգացման ու դեռ քաղաքականությունների մշակման հարցը, հենց հիմա մենք տնտեսական հանձնաժողովում տենց առաջարկ ենք արարեզրական, որպեսզի բիզնես միություններին վճարվող անդամավճարները հարկային ծախս դիտվի եւ այլն, այսինքն որ զարգանա այդ էլ պետք է զարգանա։ Բայց ինձ համար էլի նախաբանում պարոն Թևանյան, մենք ձեր հետ առաջի անգամ ենք հանդիպում, բայց իմ նախաբանում էլ ասացի, տեսեք հիմա մեր հարգարժան պարոն Բոզյանը, ասենք, հետաքրքիր համեմատություններ է անում, բայց երբ որ մենք ասում ենք Ալավերդյան անձը էլի թիրախավորում ենք, եթե նկատի ունենք պարոն Բոզյանն, որի Ալավերդյանն ինքը մեր հետ շատ համագործակցային ու ինչքան գիտեմ կապ չունի մյուս Ալավերդյանի հետ, ասածս այն է, որ հենց այդ է խնդիրը, որ եկեք մենք էլ չաղմկենք, ըստ էության խոսանք, Օրին Ալավերդյան վարչության պետը նորմալ իր գործանում է, այսինքն խնդիրը օրի մեջ չի ընդհանրապես, այլ մեծ քաղաքական պատկերում, այդ որ ասում եք, այդտեղ համաձայն եմ, որովհետև եթե մենք խոսում ենք պատվիրակելու հետ, նույն այսօրվա վարչապետը Նիկոլ Փաշինյանը, երբ որ ինքը պատգամավոր էր, ինքը հանդիպում էր մեր հետ, այդ պարոն Պարսյանի ասած մի քիչ ավելի վաղ 14-15 թվականին, երբ որ արդեն ուզում էին փոխեին Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ, այդ ժամանակ դա նորմալ էր, չէ՞, որ ինքը որպես պատգամավոր հանդիպում էր միությունների հետ, այսինքն ինքը այդ ժամանակ ընդդիմություն էր։ Եվ այդ ժամանակ նորմալ էր, չէ՞, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անձամբ լսում էր, անձամբ կանչում էր, խոսում էր, իսկ հիմա վարչապետը, ասենք քաղաքական որոշում կայացնողը, չնայած նրան, որ հիմա կոնյունկտուրան էլ է փոխված վարչապետ նախագահ ինստիտուտը, այդ էլ է մեր ինձ թվում է խնդիրների ամենալուրջ խնդիրներից մեկը, որ է սահմանադրական
փոփոխություն ա եղել, որ վարչապետը ոչ միայն տնտեսական, այլ նաև գիտեք անվտանգային ու բան հարցերը, բայց ունենք այն ինչ որ ունենք, այսինքն ունենք վարչապետ, որից է կախված քաղաքական որոշումներն ու այդ տրամադրվածությունները։ Երբ որ ինքը կառավարության նիստում հայտարարում է, որ սա հակապետական է, ապա նույնիսկ այն չինովնիկը, որին մենք գնանք համոզենք, որ ինքը տանի ասի, որ եկեք փոխենք, ինքը կվախենա նույնիսկ այդ իր բերած օրինակը նույն ֆինանսների նախարարը գնա ասի լավ, մի հատ հաշվարկ եմ արել, ինչ-որ մի բան սխալ էր, արի փոխենք, էլի, այսինքն էսա պրոբլեմը, մեր պրոբլեմների պրոբլեմը այդ է, չլսվածն է։ Կամ երբ որ դուք ասեք, եթե մարդ հիշում ենք, այո, հիշում ենք, օրինակ ես պարոն Ճշմարիցյանի էկանկայի նախարար հետ այդպես կարճ ենք մենք շփումներ ունեցել 14-15, բայց այդ իմ հիշատակած 2002 թվականին իր ժամանակ էր ներդրվել ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնը, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, նորարարության աջակցման կենտրոնը, որոնցից մնացել է մենակ ինկուբատորը, ելնել ինժեներական քաղաքի մասով։ Կամ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ Տիկին Կարեն Մինասյան, որի հետ էլի կարողացանք այդ ՏՏ աջակցությունը շրջարկը հիմիկվա առաջ տանել, այսինքն այստեղ խնդիրը, այո, մենք ունենք անձեր, այդ ձեր նշած վրաց բանի չինովնիկից բացի մենք էլ ունենք անձեր, այստեղ խնդիր ունենք, որ մենք չենք լսում այդ մարդկանց, էսա իմ ասածը, որ մենք ունենք մեծ աղմուկի տիրույթ ու ասենք մենք չենք լսում այդ մարդկանց ու մենք քաղաքական որոշումներ կայացնելու ու ել եմ կրկնում, ասենք երկու օր առաջ նայում եմ սա սոցիալական ցանցերը այն օրվա կառավարության նիստին զինապարտության մասին օրենքի փոփոխությունն է, բայց վախում ես բան գրես, որտեղ դրա հիմքում էլ էլի չի գրած ազդեցության գնահատումը։ Այսինքն եթե ազդեցության գնահատում արվի ավելի խորքային, ոչ թե մենակյան էմոցիոնալ, որտեղ ծնողներին հնարավորություն ենք տալի փող վճարել չգնալ, չէ, այդ մի կտորը չի։ Դրա տակ էլի կա լիքը հարցեր, դեմոգրաֆիական, որ նշեցիք, արտագաղթի, ծնելիությունը տեղափոխել Վրաստան եւ այլն, այսինքն լիքը հարցեր կան, որոնք պետք է նայել ոչ միայն զուտ այդ բանի, այլ ընդհանուր։ Բայց ցավերի ցավը մնում է այն, որ մենք այսօր իրական շահառուների հետ ու այդ խորքային ազդեցության գնահատում անելը չենք անում։ Ես հիմա էլի որպես պատվիրակել, պարոն Թևանյան, ձեր մասով ասենք ես թվում է մեր գործընկերներն էլ ՓՄԶ ներկայացուցիչներ համաձայն կլինեն, որ եթե հնարավոր է ինտենսիվացրեք այս քննարկումները, ես պատրաստ եմ, եթե ձեր միջոցով այսօր ֆորմալ ընդդիմություն ներկայացնող ազգային ժողովի երկու ֆրակցիաներն են տնտեսական բլոկի պատասխանատուները, ես մանավանդ ներկայացուցիչներին էլի չեմ վախենա նորից ասեմ, որ դուք ի պաշտոնե տնտեսական հանձնաժողովի պատգամավոր եք, երեք դեռ հրավիրեք, հանդիպեք ու եկեք դնենք մեր խոսքում էլ մեր փորձագետները խոսում էին, ասենք այստեղ լիքը ասելիք կա, էլի եկեք դնենք թուղթու գրիչով խոսանք, տեսնենք ինչ կա, այսինքն դուք էլ պետք է անընդհատ այսպես ասած դդոս անեք օրենսդրական նախաձեռնություններով։ Հիմա ձեր բերած օրինակը դա հետևա աշխատանք է, չէ, որ դուք հայց եք ներկայացրել, բան եք արել, այսինքն դա պետք է անընդհատ անել։ Հիմա եթե պատգամավոր ես, ուրեմն պիտի անես։ Ես գիտեմ, ասելու եք մեծամասնությունը, օքեյ, եղբայր, բայց դու պատգամավոր ես։ Վերցրա իմ բանը ու անընդհատ արա, այս նախագիծը չընծեմ նորից արա, նոր որ ՓՄԶ-ն տեսնա, որ դու իրականում անում ես։ Դե չէ գորգռալ, հա, եկեք բոլորս գորգրանք, ասենք տեղից գորգռում ենք, էլի, ինչ է, բան չի փոխվում։ Նույնը պարոն Սարգսյան, ձեր տիրույթում ավականու մասով բնականաբար տեղել տեղական турքերն է, շատ լավ օրինակ վերեցիք այդ որ մի քանի օր հետո ուժի մեջ է մտնում վատթարացնող նորմերը, որի մասին իդեպ հարկային օրենսդրությունում կա այդ ձեր ասածը, էլի։ Կարելի է տանել տեղական турքում էլ դա փոխել, որ 6 ամսից շուտ վատթարացնող նորմը չմտնի։ Բայց էլի պատրաստ եմ, եթե այդ մասով, այսինքն դուք էլ վերցնեք տեղական турքերը, այդ օրակարգով գնանք, որտեղ ես վստահ եմ ՓՄԶ-ների մոտ այդ սկսած այդ մթերք գրածից այդ տեղական турքերի փոփոխությունից բոլորի վրա ազդում է։ Եկեք, ես էլ հիմա ձեզ եմ պատվիրակում, ասում եմ, դուք էլ այդ կտորն եք, վերցրեք, այդ էլ դուք արեք, մենք սիրով կհամագործակցենք, բայց որպեսզի բանը լինի, ու չվախենանք, եկեք հրավիրենք նաև իշխանական բաներին ու ասենք եղբայր, նախկինում վարչապետերը ուղիղ հանդիպում էին ՓՄԶ միությունների հետ, ուղիղ լսում էին իրանց, դուք էլ եկեք հրավիրենք չգա, այսինքն կկանգնենք եթերով կասենք հրավիրեցինք չեկաք, հիմա այսա նստել ենք խոսում ենք։ Այս է իմ առաջարկը, որպեսզի ինչ որ ձև գոնե այսօրվա հանդիպումից մենք ինչ-որ առաջարկներ դուրս բերենք, ու ստեղ ինձ թվում է ձեր դերակատարումը իրականում, եթե կարողանաք անեք, շնորհակալ կլինենք, ու արտախորհրդարանական մենք ունենք էլի առողջ քաղաքական ուժեր, եթե մենք դնում ենք նպատակը սա է, ապա անձնական ամբիցիան դնում է,
Ապա այդ հաստատ են գնահատողը գնահատի, որ ինքը ոչ թե իր PR արեց ու պայմանական եմ ասում, մենակ իր բաները կախեց տալ, ասեց ես եմ կազմակերպելու բան, բայց ըստ էս, ապա այն արդյունք տեսնողը իրականում կգնահատի։ Այսքան է, շնորհակալություն։ Շնորհակալություն, նախ ասեմ, որ շնորհակալ եմ բոլոր բանախոսներից, մասնակիցներից, առաջին հերթին ինֆորմացիոն առումով սա էլի լոբինգի ձևերից մեկն է, որ քննարկում ենք, որ մարդիկ են տեղեկանում խնդիրներից եւ ընթացիկ այդ օրվա իշխանություններն են տեղեկանում թե ինչ կա։ Այո, խնդիրը մշտապես գտնվել է եւ գտնվելու է Մայր Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Մեր ներկայացուցիչները, մասնավորապես Երևանի հավաքանում Մայր Հայաստան խմբակցության անդամները, բարբերաբար մշտապես հենց տեսնում են, որ խնդիր կա, իրանք միանում են բողոքի գործողություններին, այո, դուք ճիշտ առաջարկ եք անում, պարոն Ավագյան, որ տեղական թուրքերի հետ կապված էլ մենք կարող ենք եւ լսումներ կազմակերպել տեղական եւ նախաձեռնություններ ներկայացնել եւ իդեպ դա անում ենք եւ այո, երբ որ տեսնում ենք խնդիրներ, վիճահարույց, դատական պրոցեսներով անցնում ենք, չենք զլանում, նույնիսկ մենք արձանագրում ենք, որ քաղաքային իշխանությունները ոչ պատշաճ ձևով են ներկայանում դատական դահլիճում, բայց նորից շարունակում ենք այդ պայքարը եւ եւս մեկ անգամ ուղղակի վարորդներին տեղեկացնենք, որ 24 եւ 25 թվականի թանկացումների որոշումը մենք դատական կարգով բողոքարկել ենք, երկու դեպքում էլ շահել ենք առաջին ատյանում, այսօր 25 թվականին շահեցինք, մենք ձեզ ուղղակի կոչ ենք անում հարգելի վարորդներ, այդ տարեկան վճարներից խուսափել, յոլա գնալ, այսպես ասած, այդ ժամը վճարով, մինչև որ մենք վերջնական դատական պրոցեսում հաղթենք, ենթադրում եմ, որ այս մի դեպքում էլ իրենք վերաքննիչով ու վճռաբեկով կգնան, մինչև որ մենք դա հաղթենք, հետո արդեն անհատական հայցեր կներկայացնենք եւ այդ գումարները հետ կպահանջենք, այս հարցում Մայր Հայաստանը ձեզ կօգնի։ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին ասեմ, որ մեր ծրագրային դրույթների մեջ կա հետեւյալը, որ մենք պատկերացնում ենք մասնավորապես շրջարկի մասով տարեկան շրջանառության չափը բարձրացնել մինչև 180 միլիոն դրամ եւ հարկային դրույքաչափ սահմանել 1%-ը։ Առանձին բիզնեսներում մենք տեսնում ենք հնարավորություն եւ միակարծունավետ ձև հաստատագրված վճարը, դա մասնավորապես ոսկու շուկային կարող է վերաբերել եւ տարբեր տոնավաճառներում, երբ որ մենք զրուցել ենք փոքր բիզնեսի եւ միջին առևտրականների հետ, իրենք էլ օրինակ դեպքեր կային, որ ասում են հաստատագրված վճարը լինի, մենք իմանանք, որ դա վճարում ենք եւ այլևս բյուրոկրատական եւ այլ տիպի քաշքշուկների չենք ենթարկվում։ Այս առումով շատ կարեւոր է, որ մենք մշտապես բարձրաձայն ենք այս խնդիրները եւ նույն բարձրացված հարկի հետ կապված հիշում եք 2007-ից որ փոփոխությունը մտավ 2008-ից էլ ուժի մեջ մտավ, պարոն Բազարյանը դա էր հիշում, մենք դրանից հետո 2009-ին ես ուղիղ չեմ կապում, բայց դա էլ է ազդեցություն թողնել 2009-ին, եթե հիշում եք, Հայաստանը տնտեսական անկման ամենառեկորդային ցուցանիշներից մեկը գրանցեց ամբողջ աշխարհում, դրամական տեսքով 14.4% էր, բայց դոլարային տեսքով շատ ավելի բարձր, որովհետև դրամի արժեզրկում կտրուկ փոփոխություն եղավ 2009-ի մարտի 2-ից սկսած, երբ փոխարժեքը կտրուկ բաց թողեցին, մինչև այդ արհեստականորեն պահում էին։ Այս առումով մենք նաև արտագաղթի բարձր տեմպեր ենք ունեցել։ Եվ ես դա պայմանավորվում եմ հենց բարձրացված հարկի նաև փոփոխությամբ, հետագայում իրենք հասկացան սխալը եւ արդեն այդ շրջանառության հարկի մասին օրենսդրություն ընդունվեց, բայց ես շատ մարդկանց գիտեմ, որով փակել են իրենց բիզնեսները եւ այլևս չեն վերաբացել, որովհետեւ փոքր այդպես հեշտ չի, որ փակեց, հետո էլի կարող է շարունակել, երբ որ տեսնի, որ հարկային դրույքաչափերը փոխվում են։ Սա է մեր մոտեցումները, մենք մշտական ենք սա անելու, եւս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիս մասնակցության համար եւ մենք պետք է ի վերջո պայքարը շարունակական դարձնենք եւ այս հարցը քաղաքական հարցության մեջ լուծենք։ Ես անկեղծորեն չեմ հավատում, որ այս իշխանության պարագայում այդ փոփոխությունը լինելու է, որովհետեւ եթե օրինակ շրջանառության հարկը սահմանվում է որպես հակապետական, դա նշանակում է մտածողություն արդեն, դա նշանակում է աշխարհայացք, դա նշանակում է իրականում փոքր ու միջին բիզնեսին պատերազմ հայտարարել եւ ընդհանրապես բիզնեսին պատերազմ հայտարարել։ Սա է այսօր այսքանը, շնորհակալություն մասնակցության համար, մենք շարունակենք այս քննարկումները տարբեր հարթակներով, դա կլինի հարցազրույցի ֆորմատով, թե ելույթների, թե սոցիալական ցանցերում ակտիվության, մենք միևնույն է այս հարցը մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու։ Շնորհակալություն։